Իմ պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում։ Ինչ հայտնաբերեցիք խոդարության արդյունքում։ 15,000 դրամ են գտել իրավապահները երկրորդ նախագահի որդու պատգամավոր Լևոն Քոչարյանի պիջակի գրպանից բնակարանը խուզարկելիս։ 15,000 դրամը ծրարի մեջ են դրել, կնիքել, առգրավել։ 15,000 դրամ ասենք հատուկ ծրարի մեջ այսպես կնիքով բան։ Խուզարկության որոշումն արդեն բողոքարկվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Կա մի հոգու ցուցում, բացահայտ լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ։ Իրավական բացարձակ ոչինչ չկա։ Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ։ Թքել կպցնելով տեսարաններ բեմադրել ու հանրությանը ներկայացնել որպես բացառիկ գործողություններ։ Լևոն Քոչարյանը վստահեցնում է գործի հիմքում փաստեր չկան, կա հրաման։ Հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Իրանց պետք է այդ ռեպորտաժները տալ մասկաներով, չգիտեմ, վազելով տուն են մտնում, ինչ որ այսպես մեծ թվեր են ասում, բան են ասում, որոնց տակ իրականում դատարկությունն է, բայց Երկու փուչ գործերով 6 մարդու կալանավորելու որոշում է կայացրել դատարանը, ասում է Քոչարյանը։ Նրանցից մեկը 1999-ից 2009 թվականներին կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն աշխատած Արամայիս Որսկանյանն է միայն տնային կալանքում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով դատավորը անմարդկային ճանապարհով է գնացել կալանավորելով մեկ ընտանիքի 4 անդամի, ընտանիքի հայրը տնային կալանքում է, իսկ մայրն ու երկու դուստրերը կալանավայրում կանցկացնեն 2 ամիս։ Ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք, հայր, մայր, 2 քույրեր, քույրերից մեկին, որը 3 անչափահաս երեխայով միայնակ մայր է, դատարանը առանց աչքը թերթելու, դատավորին պատկերացնում, մեկ էլ հիշում օրը Նիկոլ Փաշինյանը գոռում էր ու միանգամից որոշումը կայացնում է։ Կալանք։ Տեսակցություններ մենակ անչափահաս երեխեքին, պատկերացնում եք կանանց գաղութ 8-9 տարեկան երեխեն մտնում է մենակով քայլում է։ Լավ, կասեք, կհակադարձեք, լավ տատին կպահի։ Չէ, 74 տարեկան տատին էլ են կալանք տալիս։ 74 տարեկան տատին, իսկ աղջկան գիտեք ինչ են կալանք տվել, իբր 98 թվականին 18 տարեկան աղջիկ երեխեն, այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակել է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, բայց դատավորը խելագարությամբ միշտորդություն էլ կհաստատի, որտեղ ինքը հիշում է, որ այս ամբողջ Նիկոլ Փաշինյանը գոռում էր լրիվ վրա։ Լավ տատին էլ անստած, կասեք մյուս քույրը կպահի, չէ, բայց մյուս քրոջներն են անչափահաս երեխեքի մոր կալանք տվել, Աստված մի արածե հեռու բոլորի տղամարդիկ լսեք, հորը տվել են տնային կալանք, պատկերացնում եք այդ մարդու վիճակը։ Բայց Փաշինյանի գլխավոր նպատակը երկրորդ նախագահին կալանավայրում տեսնելն է, համոզված է Լևոն Քոչարյանը։ Նպատակը ամեն գնով դատարան բերելն լինելու, լսել եք ցուցումները այստեղ, հիստերիկ մեկը կար, խոսում էր։ Կարգավիճակ չունի Լևոն Քոչարյանը, ասում է իր նկատմամբ հետապնդում սկսելու համար դատախազն անձամբ պետք է խորհրդարան գնա, գործից մանրամասներ ներկայացնի։ Հենց դրան էլ սպասում է Քոչարյանը, քանի որ նախաքննական գաղտնիքով կաշկանդված լինելու պատճառով նախագահի ընտանիքը ստիպված է լռել, երբ աբսուրդային հայտարարություններ են տարածվում պաշտոնական մակարդակով։ Ես շատ կուզենամ թող գան ու այստեղ գոնե այն ինչը հիմա քիչ առաջ է ասում, նախաքննական գաղտնիքի տակ կարողանում են պահեն, այստեղ արդեն երբ որ գա չեն կարողանալու պահել։ Ես շատ ուրախ կլինեմ, թող գան ու այդ հարցերը տանք ու բոլորի համար թող ակնհայտ լինի, ինչքան փուչ ու դատարկ է այս ամեն ինչը։ Փուչ հայտարարություններ ապօրինի գույքի, բիզնեսների 21 տարեկանում միլիոնատեր լինելու մասին, ասում է Լևոն Քոչարյանը։ Մենք ապօրինի ոչինչ չունենք, ես սրա մասին ասել եմ, բազմիցս եմ ասել ու այն մասով, որ մեր դեմ այսպես հայցեր են ներկայացրել, հետապնդումներ կա, ամեն ինչ դատարանում է գտնում, ամեն ինչ կալանքի տակ արդեն վաղուց։
Լևոն Քոչարյանը ԿՊԱ-ականներին հորդորում է նույնաբովանդակ գործերի հերոսներ գտնելու համար հեռու չգնալ, քթի տակ փնտրել։ Նման երևույթներ կան այն անձանց դեպքում, ովքեր իշխանությունը մոտ կանգնած են, մի հատ թթու բառ չեն ասում։ Ըստ Հայաստան խմբակցության պատգամավորների ամեն բան ժանրի կանոններով է անում Փաշինյանը, անպատժելիությունից սկսած նա արդեն չի էլ փորձում քողարկել, որ միանձնյա որոշումներ է կայացնում բոլորի փոխարեն։ Հարց ու պատասխան անմիջապես այս ամբիոնից հրահանգներ իրավապահ ուժային կառույցներին ամենակարճ ճանապարհն է ընտրված։ Մի ժամանակ գոնե WhatsApp-ով նամակներ էին գրում, ինչ-որ պրոցես էր գնում, հիմա այդ ձևականությունն էլ չկա։ Միանգամից այս ամբիոնից ուղիղ եթերով հրահանգ իրավապահ ուժային կառույցներին։ Քաղաքական հետապնդում եւ անձնական վրեժխնդրություն։ Վրեժխնդրություն, որին խորհրդարանական ընդդիմության համոզմամբ զոհ են գնում աշխատավարձով ապրող պարզ մարդիկ։ Բազմաթիվ բիզնեսներ կապարանակնքվել են։ Ինչ կարաք ասեք, ինչի։ Այդ մարդիկ ինչ են անելու, այդ գույքը վերցնելու են, տանեն իրանց տուն, գողանալու են, ինչ են անելու։ Հարյուրավոր մարդիկ աշխատում են։ Այդ մարդիկ հիմա անորոշության մեջ են, ինչ պետք է անեն։ Ապորինիա, չգիտեմ ինչա։ Լավ թող այդ մարդիկ շարունակեն աշխատել։ Ընդդիմությունն առաջարկում է ավելորդ սեթևեթանքների հետևից չընկնել, միանգամից բոլոր ուժային կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը տալ Նիկոլ Փաշինյանին, միևնույնն է, մուրճնել է նրա ձեռքին, մեղնել։ Լիլիթ Խալաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։